Բարև ձեզ հարգելի հետևորդներ, հատուկ հրատապ եթեր եմ մտել, ուզում եմ ձեզ տեղեկացնել շատ արագ, որ ում է ձեռնտու այսօրվա այս կազմակերպված եկեղեցու հանդեպ հարձակումը, որը շոուն բավական լավ կազմակերպեցին ժողովրդի աչքը մտցնելու համար եւ ինչու Աճապարյանին հանձնեցին գնա, հա, վեհապառասես նստի գնա։ Նախ հիշեցնեմ ձեզ, որ երեք Հայաստանի Հանրապետության դոնը, բոլորի կուրատոր Լևոն Տեր-Պետրոսյանը, որի մասին նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է տպում, որ ամենամեծ ամենաուժեղ KGB-իչնիկն է, հանդիպում է վեհապառի հետ։ Վեհապառի հետ հանդիպելուց հետո, որոնք Ռուսաստանի հրամանակ իդեալական պիտի կատարեն, կազմակ դրանից առաջ Միքայել Աճապարյանին ասում են, որ խոսի, որ պիտի խփվի, այս արվի, այն արվի, որի եթերը կա։ Անցնում է օրը, առավոտյան, իբր թե չգիտեն, որ Աճապարյանը որտեղ է, մտնում են Շիրակի թեմ։ Հետո Աճապարյանը լինում է Էջմիածնում, գալիս են Էջմիածնի թեմ։ Այդ շոու կազմակերպելը Մասկեքով եւ այլն KGB-իչնիկները հասնում է տեղ, որ վեհապառը դուրս է գալիս Աճապարյանի հետ։ Հետո Աճապարյանին ասում է դու գնա, մենք գնում ենք ժողովի եւ այլն, ժողովուրդը չէր թողնում։ Ամբողջ էությունը նա է, որ ժողովուրդ ջան, եթե ուզում էին բռնեն ինչ որ մեկին, ամենաառաջինը պետք է բռնեին Նավասարդի, որպես Հայաստանից 500 միլիոնի մասին ասել եմ գողություն արած Տիգրան Սարգսյանի հետ, Պուտինի հետ եւ մյուսների հետ կիսված փողով։ Բայց բռնում են Աճապարյանին, որի վրա ոչ մի բան չեն կարող հաստատել, հա, ուղղակի բռնում են, տանում են, ուղղակի տանում են։ Չեն կարող հաստատել։ Հիմա ի՞նչ է հետևում սրանից։ Գտնելով եկեղեցուն, ցուցադրաբար արդեն մտնելով եկեղեցու տարածք, որ համաշխարհային բոլոր ալիքներով գնում է, սա համարվում է հայ ազգի պաղծում, քանի որ զինված ոչ մի խմբավորում, մեկ է զինված մոնղոլներն ու թուրքերն են մտել, բայց սա ոչ թե թուրքի լամուկ է, այլ ջուր բոլշևիկյան ստրուկ։ Բռնելով ճանապարհաբացում Ռոբերտ Քոչյանի որդու Լյովիկ Քոչյանի համար։ Հիմա ինքը ճանապարհաբացում, բոլորին գցում է բեր, մի գեղեցիկ առավոտ կամ գիշեր կամ կեսօր Նիկոլը կթռնի եւ բերտից բաց կթողեն բոլորին հիացմունքով հերոս սարքած, ինչպես Քոչյանի գալուց դաշնակներին բաց թողեցին եւ հերոս սարքած, եւ թաթերապեմը կհանձնեն Լևոն Քոչարյանին։ Սա ռուսական ծրագրի մասն է։ Հարգելիներս, այս ծանր իրավիճակում, իրոք հիմա ծանրացրել է հատուկ Նիկոլի ու ռուսների հրամանով, քանի որ գիշերը տեսան ու գործը կազմակերպվեց։ Այս ժամանակ ինչ անում, մեր բոլորի զգոնություն, որպեսզի թույլ չտան արյունահեղություն փողոցներում, որտեղ ցանկացած հայի արյունը դա ոչ մեկի ձեռքից չի մաքրվելու։ Ես ասում եմ, մենք հիմա գտնվում ենք այն վիճակում, որը Ռուսաստանի թելադրածն է։ Այլ հարց է սրան ինչպես կարձագանքեն հակառակ արևմտյան ղեկավարները, որոնք պետք է կանգնեցնեն այս этаպը ու թույլ չտան Հայաստանում սենց հապճեպ, սուտ, արագացված, Նիկոլի փախուստ, որպեսզի հետո նորից կան ռուսական ուժերը։ Սա ես կներկայացնեմ ձեզ շուտով, որտեղ միջազգային ամբողջ աշխարհը նայում է, շոկի մեջ է, որ ալիքը միացնում էս մեջ կա ռուսականա, թուրքականա, եվրոպականա, բոլոր ալիքներով ցույց են տալիս ինչա կատարվում, սրբապղծություն, ազգային անվտանգությունը մտնում է, սրբապղծություն եւ այլն, քանդել, բրդել եկեղեցում եւ այլն։ Նման բան դեռ աշխարհի վրա ոչ միտեղ չի եղել։ Ու պատճառը Նիկոլը ասաց քերու կնկան կամ ես ինչ այդ քնելն է։ Ոչ վրեքը դատական գործեր սարքե գողության համար, ոչ վրեքը դատական գործեր սարքե մարդասպանության համար, ոչ մեկի վրեքը դատական գործ չես սարքե ոչ մի հանցագործության, 100 միլիոն գողություն չես բռնե, մարդասպանություն չես բռնե, ինչ ես բռնե, քերու կնիկ իբր քո ասելով, քերու կնգա համար գնում են հոգևորական բռնելու, սա հասկացաք, որ ծրագրի են մասներ, որը թեժացրեցին հենց իրենք, Ռուսաստանի հրամանով, արդեն ժամանակներ եկել, հերթական ձերբակալությունները, որոնց եկան Ռուսաստանից Տաշիրի Սամոն եւ մյուսները շուշուտ մցրեց Բերդ, հետո Բագրատին մցրեց տեսավ չի ելնի, բարձրացրեց տաքության աստիճանը Աճապարյան, եւ եթե ժողովուրդ էլի
մեծ ցասում չունենա, տաքության աստիճանը կբարձրացնի մինչև վեհափառ։ Եթե էլի ցասում չունենա, ինքը կգնա ուրիշ քայլի, բայց սա փախուստի ժամանակավոր ձևն է։ Պարզ օրինակ ես զուգահեռ տանեմ, Էջմիածնում արդեն 2 ամիսա քաղաքապետ չկա։ ՔՊ-ն միշտ տապալում անիստերը, որ քաղաքապետ չընտրվի։ Ինչու՞։ Որովհետև Գյումրին ցույց տվեց, որ ինքը չի անցնելու։ Բայց բոլորը պայմանավորված է, էլի բոլորը Կրեմլի տակ են, Քոչարյան Սերժ, Նիկոլ Լևոն։ Եվ իդեալական կատարում է նրա հրամանը։ Հենց այնպես չէ, Լևոն իր կեղտոտ ոտով միշտ որտեղ մտնում է, հետևից քանդում է։ Նույնն է Քոչարյան Սերժը, տեսեք, հետ են քաշվել, իբր իրանք չկան։ Իբր գոյություն չունեն ոչ մի հարցի հետ։ Մի հատ Տաշիրի Սամոյի համար մարդա ելույթ ունեցան, Բագրատի հետ չենք, բայց ամբողջ Դաշնակ, Սերժակ, Քոչակ եւ նման Լևոնակ ու այն մարդիկ, ես նայում եմ մեջները, որոնք կորում են ամոթ KGB-ին, կես ազգային անվտանգության ու ոստիկանության հատուկ ծառայության հետախուզության աշխատողներ են, ես ճանաչում եմ կեսին դեմքով։ Հակած քաղաքացիական հակոստ մտել են ժողովրդի մեջ։ Այսինքն սրա ուղղությունը գալիս է հենց Կրեմլից ու դրսի եկածներ էլ կան։ Ես սրա մասին ասեմ, Ռուսաստանից շատ եկածներ կան, որոնք ամեն մեկը բերել է իր հրամանը իր կենտրոնից։ Հայաստան քանդելու, սրանց ուզած է Հայաստանը ռուսական Մարս սարքելն է, ոնց որ ասում էր Վարդանիկը Բելարուսի պես իբր իր քյաչալ գլխով եւ հայ զինվորներին Ռուսաստանը ռեսուրս չունի, տանել ուկրաինական ճակատում սպանելն է, Հայաստանն է կուզեն կծախեն, կուզեն կկտրտեն, ինչ կուզեն կանեն, Քոչարյան Սերժի ձեռքով եւ այլն։ Սա Ռուսաստանից եկած սրանց հրամանի հիմնական ծրագիրն է։ Ուզում եմ տեղեկացնեմ ձեզ, որ եղեք զգոն, ամեն ինչի մի տրվեք։ Ես դա անձամբ դատապարտում եմ եկեղեցու հանդեպ այսպիսի վայրագ ոստիկանի մտնելը, ինչ է լինի հոգևորականը, նախ ես սկզբից էլ ասել եմ, դու իրավունք չունես մտնես ոչ իր անձնական գործերի մեջ, եթե դու չես մեղադրում նրան գողության, մարդասպանության մեջ։ Ինչ ուզում է լինի հաստատ ցանկացած հոգևորական Նիկոլ քեզանից ու քո ընտանիքից մի 10,000 անգամ մաքուր է եւ մյուս բոլոր քաղաքական խաղացողներից Քոչարյանը, Սերժա, Լևոնը հաստատ ձեռքները ձեր չափ արունի մեջ չի, որը ամենահավոր բանն է հայի արունի մեջ չի։ Առայժմ ուզում եմ այս կոչ անեմ ժողովուրդ ջան, այո դատապարտում եմ, որտեղ սա խայտարակություն է համաշխարհային մասշտաբի։ Խայտարակություն, բայց ում հրամանով են անում։ Անաստված Պուտինի։ Ինչի վեհապառը մինչև այդ բան չարես։ Ու շատ էլ լսեք ինչու Պուտինի, ես սրա փաստ ունեմ։ Տեսել եք մի օր Պուտինը Նիկոլին վատպարաս։ Չէ։ Զելենսկուն էլ բանը եսի միշտ ջհուդ էլ փնթի, բայց Նիկոլին չէ։ Նիկոլին Պուտինը մի բառ չի ասում։ Այստեղից հետևություն, որ Կրեմլի ամենանվիրված ստրուկը ինչ որ պետք էր ֆրասներին անային Արցախը տային, հետո երկրում սարքեն խառնաշփոթ։ Հիշում եք, ես դեռ 21 թվին եմ ասել, հետո իրավիճակը փոխեին, որ Քոչանես նորից բերեին, արվեց Նիկոլի ձեռքով։ Մավրը իր գործ արեց, Մավրը կգնա, կփախնի, թե կխփեն, սա արդեն էական չի։ Միջիններից քանի հոգու Նիկոլի բերելու են կախաղան, ժողովրդի սիրտը հովանա, այն Նիկոլը որ ասում էր ուխայ, այդ ձեր մասին էր ասում, ԿՊ-ականներ, որ տես նվիրված էի։ Ես սրան չեմ գնում, ես գնում եմ մի բանի, Հայաստանը չդառնա ռուսական Մարս, Հայաստանը ռուսական Մարս դառնալով, մասսայական զորակոչ են անելու տղեկին, զորով հենց այս նույն KGB-ն, որը պղծում է եկեղեցին, ինքը իր երեխուն չի տանելու, ոստիկանը որ պղծում է, ինքը իր երեխուն չի տանելու, Քոչանա Սերժական ոչ մեկ երեխան ծառայած չի, չեն տանելու, Նիկոլ դրանցը չեն տանելու, ժողովրդին հավաքելու են տանել ուկրաինական ճակատ սպանելու, կանանցը տանելու են բանի գործազենքի գործաններ աշխատելու։ Եթե որևէ մեկի թվում է ես միֆ եմ պատմում, ու շատ ինա այդ պատմական բոլոր փաստերը, որը եղել է տարբեր ժամանակ։ Եվ այսօր մի բան ասեմ ձեզ, որ պատահաբար բացեցի 1903-7 թվականների հայ թաթարական կռիվները, որի հրահարիչը, չգիտես ինչու գրել են հայերն են եւ դաշնակները։ Հիշեցնեմ ձեզ, որ հրահարիչը ռուսական պաշտոնյաներն էին, որոնք սկզբնական շրջանում հայերին համարում են, սկզբնական չէ, երկար ժամանակ, մինչև չխփեց Կովկասի փոխարկային դրոն, համարում են ջհուդներ։
Եվ հայերի ջարդեր ոչ միայն եղել է Բաքվում, Ելիզավետպոլում, պատերազմները Նախիջևանում, Թբիլիսիում, դե խառը արդեն որտեղ հայը շատ ա եղել, բնականաբար հայն է ջարդել, որտեղ թուրքը շատ, քոչվորը, նաև հայերի ջարդ եղել միտումնավոր կերպով ցարական իշխանության կողմից կամ էլի նույն ջհուդական Ռոմանովների կողմից Օդեսայում, Ժիտոմիրում եւ մնացած այլ քաղաքներում հայերին համարելով իբր ջհուդեն բիզնեսները վերցնելու կոտորելու չգիտես ինչի այդ ինֆորմացիան փակված է եւ այն հայերը որ ինձ ասում են ընդամենը մի հատ բաբերթեն հայերին կոտորես սարքել ես բոլոլա ռուսը վապասք չի ձեր աչքը մտցնեն որ մի հատ բաբերթ չի Հայաստանում էլ են կոտորել ռուս հայ թաթարական կռիվներն էլ են իրենք հորինե որտեղ երկրում հեղափոխություն էր գնում առաջին չստացվեց իրանք խառնեցին որ մտածեն այդ ուղությամբ մինչև իրանք կարգը վերցնեն ձեռը Օդեսայի Ժիտոմիրի եւ մի շարք տեղերի հայերին էլ են կոտորել հարգելիներս եղեք խոհեմ սա խոհեմության կոչ է մենք ռուսիկերի չպետք է դառնանք Վրաստանին նայեք ինչա կատարվում վրացին չի ապրելու վրացին այս ծմեր չի հանելու Հայաստանը չդառնա Վրաստան սա կլինի մեր կործանումը թե հոգեբանորեն թե տարածքային թե ֆիզիկական ժողովրդագրության առումով առայժմ